Վահան Թեքեյան միջազգային մրցանակաբաշխությունը Թեքեյան կենտրոնում ավանդաբար մեկնարկեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II օրհնության ուղերձով։ Մեր սրբություն սրբոց մայրաթող Սուրբ Էջմիածնից հայոց Բեթղեհեմից բերում ենք ձեզ օրհնությունները Վեհապաղ Տիրոջ ու մաղթում, որ ել ավելի ամրանա այս ձեռնարկը, խորունկ դառնան նրա արմատներն ու ել ավելի աղատանան նրանից ստացվող պտուղները։ Վահան Թեքեյան մրցանակաբաշխությունը անցեկացվում 31-րդ անգամ, ուշադրության տակ պահելով գիտության, մշակույթի, արվեստների, հայագիտության ոլորտներում ի հայտ եկող ստեղծագործությունները, լավագույններին խրախուսելով մրցանակով ու $1500 համարժեք դրամական պարգևով։ Այս տարի սահմանվել է Բագրատ Նազարյան մրցանակ, հայագիտության ոլորտում հետազոտական ժողովրդական ահռելի ուսումնասիրություն է կատարել քաղաքական դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը, նրա հայոց զորքը Արցախում 1722-1735 թվականներին մենագրությունը արժանացավ Բագրատ Նազարյան մրցանակին։ Նա տասնամյակներ իր աշխատանքի մեջ միշտ փորձել է ներկայացնել հայկական զորքի և բանակի հատկապես դերը պետականաշինության ոլորտում հարցում։ Բարձր եմ գնահատում իհարկե այս ամենամյա մրցանակաբաշխությունը, որը մեր օրերում շատ կարևոր է, քանի որ հենց ազգային հարցերին նվիրված միջոցառումները կարծես թե բավականին պակասել են Հայաստանում։ Արմեն Այվազյանը ներկայացրեց իր գիրքը ինչպես է 18-րդ դարի սկզբներին Արցախում ձևավորել հայոց բանակը։ Զբաղվեցի ժողովրդագրության հարցերով, որովհետև այդ թվերը հնարավոր էր հավաքել միայն այն դեպքում, եթե ունես մեծ ազգաբնակչություն։ Իսկ Արցախում այդ ժամանակ 1710-20-ական թվականներին մի քիչ լայն վերցրած Գանձակի շրջանով դեպի Գետաշեն, Գետաբեկ այս տարածքով հանդերձ ապրում էր շուրջ կես միլիոն հայություն։ Եվ այդ կես միլիոն հայությունից հաջողվեց հավաքել շուրջ 40,000-անոց զորք։